Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կնվազի 5.9%-ից իջնելով 5.5%-ի։ Չնայած սրան, ըստ կանխատեսումների, միջին ամսական գնաճի ցուցանիշը կբարձրանա, հասնելով 0.3%-ի, որը համապատասխանում է Հայաստանի կենտրոնական բանկի թիրախային նպատակին։ Մենք կարծում ենք, որ աճի հետ կապված առաջին գործոնը դա սպասարկման ոլորտն է եւ մենք ակնկալում ենք, որ այս ոլորտում կգրանցվի 6% աճ։ Ծառայությունների աճ է կանխատեսվում նաեւ տեղեկատվական համակարգերի, առևտրի եւ փոխադրման ոլորտներում։ Ապրիլի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում են փոխադարձ մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների վրա, արտաքին առևտրի դեֆիցիտը կրճատելու նպատակով։ Հայաստանի համար սահմանվել է 10% մաքսատուրք, մինչդեռ Եվրամիության ապրանքների համար այն կարող է հասնել 20%-ի։ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը Միացյալ Նահանգներին կբերեն մինչև $7 տրիլիոն բյուջետային եկամուտ։ Մշտական ներկայացուցչի խոսքով Միացյալ Նահանգների նախագահի նոր մաքսատուրքերը Հայաստանի վրա կունենան համեմատաբար մեղմ ազդեցություն, որոնք հնարավոր է լինեն թե ուղղակի, թե անուղղակի։ Պատմականորեն Միացյալ Նահանգները չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը եւ ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ Միացյալ Նահանգների չափաբաժինը մեծ չէ։ Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների համեմատ զգալիորեն ցածր է, քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքերը ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ, Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերը ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Մեր հարցին, թե այնուամենայնիվ որոնք են Հայաստանում այն գլխավոր ուղղությունները, որոնց աջակցությունը Ասիական զարգացման բանկը առաջնային է համարում, Լամբերտը առաջին հերթին նշեց Սիսիան քաջարան մայրուղու կառուցումը, որի ուղղությամբ 250 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է արվել։ Մենք նաև կենտրոնանում ենք բնակարանաշինության ֆինանսավորման վրա, որպեսզի ապրելու տեղով ապահովենք այն հայերին, որոնք տեղանվել են 2023 թվականին։ Սերտորեն աշխատանքներ են տարվում նաև դպրոցների կառուցման ոլորտում։ Ասուլիսից հետո Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը մեր հետ զրույցում խոսելով խաղաղության խաչմերուկ ծրագրից նշեց, որ նախաձեռնությունը շատ կարևոր է եւ համահունչ է Ասիական զարգացման բանկի հայեցակարգին։ Այս գործընթացը մեր տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ Հայաստանը, եթե ինտեգրված լինի տարածաշրջանում տնտեսական զարգացման այս ծրագրում, ապա սա մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Երկրորդ հերթին Ասիական զարգացման բանկը շատ լավ արդյունքներ ունի Հայաստանում պրոյեկտների աջակցության տեսանկյունից։ Իհարկե, այս ամբողջ համատեքստում կարևոր է Հայաստանում ճանապարհաշինությունը, ենթակառուցվածքների կառուցումը, էներգետիկայի ոլորտը եւ այլն։ Դրանք Հայաստանին հնարավորություն կտան շարունակաբար առաջ շարժվել։ Հիմնական մարտահրավերը, որին բախվել եւ բախվում է Հայաստանը, դա այն է, որ ելք չունի դեպի ծով։ Ինչ վերաբերում է 2026-ի տնտեսական ակնկալիքներին, ապա նախնական կանխատեսումներով կրկին սպասվում է նվազում։ Տնտեսական աճը 5%-ից կհասնի 4.7%-ի, գնաճը եւս կնվազի։ Փրիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։